համար խոսքը տրամադրում ենք ուժեղ Հայաստան դաշինքի հետ համագործակցող ամենահայակենտրոն, ամենաեկեղեցապաշտպան, ամենապետականամետ, հայաքվե ազգային քաղաքացիական միավորման խորհրդի անդամ Ատոմ Մխիթարյանին։ Ուժեղ Հայաստան, ազատ ու հզոր, խաղաղ ու կայուն է։ Սիրելի աջափնյակցիներ, սիրելի երևանցիներ, սիրելի հայրենակիցներ, աջափնյակը Հայաստանի ամենաառաջադեմ շրջաններից մեկն է։ Եվ երևի դա է պատճառը, որ Երևանը որոշել է զարգանալ դեպի հյուսիս-արևմուտք, դեպի աջափնյակ։ Եվ շուտով աջափնյակը կդառնա ոչ միայն Երևանի, այլ Հայաստանի կենտրոնը։ Հատուկ ողջունում եմ ապարանցիներին։ Հասիմով ապարանցիներին, որ աջափնյակի բնակչության զգալի մասն են կազմում։ Սիրելի աջափնյակցիներ, դուք գիտեք ազգային արժեքները, դուք գիտեք, որ այդ արժեքները հիմա ոտնահարվում են։ Ինչ պետք է անել դրա դեմ։ Դրա դեմ պետք է ուժեղացնել Հայաստանը։ Իսկ ինչպես ուժեղացնել Հայաստանը։ Ուժեղ կրթությամբ։ Ուժեղ կրթությունը բերելու է ուժեղ անվտանգության եւ այն գիտելիքները, որպես կրթության մարդ եմ ասում, եւ այն գիտելիքները, որ մենք տալիս ենք դպրոցում մեր երեխաներին, ոչ ոք նրա ուղեղից չի կարող անել։ Այդ գիտելիքներով մենք կարողանալու ենք պաշտպանել մեր հայրենիքը եւ նրա սահմաններում, եւ նրա սահմաններից դուրս ի նկատի ունեմ Սփյուռքը։ Սիրելիներս, աջափնյակը նաեւ շատ ուժեղ հոգեվոր արժեքներ ունի, բայց ցավոք սրտի եկեղեցի չունի։ Ես մտածում եմ, որ պետք է ընտրություններից անմիջապես հետո վերականգնել արդարությունը եւ աջափնյակը, աջափնյակցիները եւս ունենան եկեղեցի։ Ուրեմն դրա համար ինչ պետք է անել։ Պետք է ամսի 7-ին գնալ քվեարկության։ Սիրով ընտրել թիվ 3 քվեաթերթիկը, սիրով դնել ծրարի մեջ եւ սիրով գցել քվեատուփը։ Եվ դրանից հետո ինչ կլինի։ Ամսի 8-ին հունիսի կավարտվի մղձավանջը, կավարտվի ամսի 8-ին 8 տարի տևող հեքիաթը եւ երկնքից, ինչպես յուրաքանչյուր հեքիաթի վերջում է լինում, կընկնի 3 խնձոր։ Փոփոխության համար 3։ Փոփոխության համար 3։ Այդ 3 խնձորը լինելու է արդարության, ազնվության եւ ուժի համար։ Կեցցե ուժեղ Հայաստանը։ Ուժեղ